Ապակենտրոնացումը շատ լավ գաղափար է, իմ կարծիքով քրեական տարրերը նույնպես որդեգրել են այդ ուղին, մարզերում, մասնավորապես Վանաձորում, ունեն իրենց գետտոային ներկայությունները, որոնց մեծամասնությունը հասել է ինքնակառավարման մարմիններ, տարբեր օղակներ, իսկ դրանց դեմ պայքարող ՆԳՆ ոստիկանության ինքնիսիտ կաղում է, որովհետև այն անհատները, ովքեր որ կարող են պայքարել դրանց դեմ, ժամանակի ընթացքում հասկանում են, որ դառնալու են քաղաքության միակ նոխազը, որովհետև չունեն քաղաքական մեջք, այսպես ասած, կամ բավարարքանակությամբ քաղաքական մեջք, չեն ուզում ընդգրկել այդ ամենի դիմաց։ Ինչ լուծում եք առաջարկում դուք, որովհետև սա արդեն ազգային անվտանգության խնդիր է և մեր հանրությունը, մեր պետությունը չի կարող մրցունակ լինել 21-րդ դարում։ Նրանք պետք է ոչ թե չլինեն, այլ պետք է թելադրող չլինեն։ Խնդրում եմ առաջարկել ձեր կարծիքը։ Վանաձորցի մեր հայրենակիցը բարձրացնում է մի հարց, որը վերաբերում է ամբողջ պետությանը։ Քրեական տարրերը վաղուց սողոսկել են տեղական ինքնակառավարման մարմիններ։ Վանաձորում, Գյումրիում, տարբեր համայնքներում նույն պատկերն է։ Գողական ենթամշակույթը փորձում է վերածվել քաղաքական ուժի, նույնիսկ ներկայանալ որպես ազգային և հայրենասիրական։ Սա վտանգավոր խեղաթյուրում է։ Գողականը պետության բացակայության ախտանիշն է։ Երբ դատարանը չի պաշտպանում քաղաքացուն, երբ իրավապահը չի ապահովում արդարություն, համակարգի տեղը զբաղեցնում են այսպես կոչված պանյատները, ոչ թե օրենքը։ Պետությունը պարտավոր է դնել հստակ ֆիլտր։ Քրեական ազդեցություն ունեցողները չպետք է մասնակցեն ընտրություններին, չպետք է ազդեցություն ունենան համայնքների ու մարդկանց ճակատագրի վրա։ Որտեղ գողականն ուժեղ է, այնտեղ քաղաքացին խոցելի է, այնտեղ պետությունը թույլ է։ Սա միայն ներքին խնդիր չէ, սա նաև արտաքին ազդեցության գործիք է, որի արմատները գալիս են Ռուսաստանից։ Այդ պորտալները պետք է կտրել վերջնականապես։ Մաքրենք մեր պետությունը ախտից ու աղբից։ Միացեք վերականգնելու օրենքը և պետությունը։